Բարև ձեզ։ Ես Գուրգեն եմ Վանյան, քաղաքական բլոգեր եմ։ Ես երբևիցե իմ դեմքով հանդես չեմ եկել, բայց հիմա ես անգամ եմ իմ դեմքով հանդես գալ, քանի որ մինչ այդ մեր YouTube ալիքները այլ ձևաչափ են ունեցել, այսինքն 8-10 րոպե, բայց ավելի պրոֆեսիոնալ մոնտաժով, ավելի տես պրոֆեսիոնալ կադրներ մեջ բերելով եւ մի քիչ այլ ձևաչափ է եղել։ Ես YouTube ալիքների պրոդյուսինգով եմ զբաղվում եւ կզբաղվեմ ապագայում։ Սա իմ ալիքներից մեկի արծաթե կոճակն է 100,000 բաժանորդի համար։ Ճիշտ ասած, երբեք չեմ խոսացել իմ դեմքով sense հանդես չեմ եկել, նույնիսկ իմ ձենով հանդես չեմ եկել։ Եղել եմ երկու անգամ իմ ձենով տես խոսացել բաներ արել, բայց իմ դուրը չի եկել, ճիշտ ասած։ Ավելի շատ միշտ հակված եմ եղել պրոֆեսիոնալ տես ստուդիինի տես մոնտաժին, էլի ձայնի ստուդիինի տես բաներին, էլի թեկուզ արհեստական բանականության տված ձայներով ավելի ոնց որ միշտ բան եղել։ Ու կիմանաք այս իմ ալիքից կիմանաք, Regnews-ից կիմանաք, որ հիմնականում իմ ուղղվածությունը դա ռուսերեն լեզվով է եղել աշխարհակահաղականության հետ կապված։ Այսինքն ես հայկական լուրերի հետ կապված միշտ աշխատել եմ հեռու մնամ ու հիմել եմ հեռու մնալու, որովհետև ճիշտ ասած ցանկություն չունեմ ներ հայկական ինչ որ տենց թեմաների մեջ մտնեմ, որովհետև չգիտեմ, ես հակված եմ ավելի շատ աշխարհակահաղական տենց թեմաների մեջ։ 99% խոսալու ենք աշխարհակահաղական թեմաների մասին, այսպես տետա-տետ ձեզ հետ դեմ արտեմ կոպիտ ասել լայվ ռեժիմով եւ մի տոկոսը կարող է տենց ստացվի ինչ որ տենց ընտրությունների հետ կապված ինչ որ տենց ներքին տենց մեծ ինչ որ աժիոտաժ տեղի ունեցող բան որ տեղի ունենա կոպիտ ասած հա դա մասն է կարող ենք խոսալ բայց հիմնականում խոսալու ենք այսպես աշխարհակահաղական թեմաների հետ կապված որը որ կապված է Հայաստանի հետ այսինքն չենք խոսալ ուղղակի ինչ որ տենց աշխարհակահաղական բաների մասին որը որ մեզ հայերիս ինչ որ հետաքրքիր չի կամ մենք ցանկություն չունենք դա լսելու կամ իմանալու դրա մասին։ Իդեպ sense եթե ինչ որ կամերան մի քիչ սխալ է դրած կամ առաջին անգամ ասա մի քիչ ներողամիտ եղեք sense հապշտապ վիճակում եմ sense կազմակերպել։ Եթե մեր ֆորմատները հիմնականում եղել են 8-10 րոպե, 12 րոպե, 15 րոպե, այտենց 1000-ից 1, որպեսզի մոնտաժը լավ ստացվի, ծանրաբեռնված չստացվի, դիտումը լավ ստացվի եւ այլն, ապա այս ֆորմատով, այս ձևաչափով մենք կարող ենք ավելի երկար խոսալ, 20 րոպե, 30 րոպե, 40 րոպե, ուղիղ եթերներ անենք ինչու ոչ, հա? Օրինակ ես ընտրությունները ճիշտ ասած ուզում եի ուղիղ եթեր անեի, պարոն Վլադիմիր Պողոսյանի հետ, կիմանաք ում մասին եմ խոսում։ Բայց չստացվեց ճիշտն ասած, չստացվեց, որի համար շատ եմ ափսոսում, բայց հետագայում կուղենք մենք կարծում եմ Վլադիմիր Պողոսյանի հետ այս ալիքում կամ ու այլ ալիքում դեռ միասին ոդկաստ կունենանք։ Մենք այսօր խոսալու ենք տրիպի մասին, Փաշինյանը որ վերջերս մի 2 օր առաջ երևի որ ասեց որ տրիպը պետքա բացվի, միլիարդավոր դոլարներ նա պետքա բերի Հայաստանին այդ ճանապարհը, այդ լոգիստիկան։ Եվ կխոսանք մեկ է Ռուսաստանի հետ կապված այս ռուսական հիստերիայի մասին, որ չգիտեմ Հայաստանի հանդեպ ինչ որ մեծ հիստերիա դոպա է իրանց մոտ տվել ու չեմ հասկանում ինչ են ուզում, առասարակ մեզանից։ Դրա մասին կխոսանք։ Ու ամենակարևորը Նիկոլ Փաշինյանի շնորհավորանքը Պուտինին։ Ես չգիտեմ ինչի համար է շնորհավորանքը պետք Ռուսաստանի օրվա հետ կապված, այսքան լկտի պահվածքից հետո Ռուսաստանի ես անկեղծ ասած չեմ հասկանում։ Մի խոսքով սկսենք իմի տրիպից, հետո կանցնենք Ռուսաստանին ու կանցնենք այդ շնորհավորանքին, այսպես էտապավորված մենք խոսանք հիմա։ Ուրեմն ինչը վերաբերում է տրիպին։ Տրիպը դա, ես սենց ասեմ, մի անգամից ասեմ, ես կողմ եմ այդ լոգիստիկային, այդ ճանապարհին ես կողմ եմ, որպեսզի դա լինի, բայց դա մի քանի նյուանսներ կան, որոնք որ պետք է հաշվի տակ առնել։ Այսինքն մենակ ասելով չէ, էլի որ դա մենք ուզում ենք, դա մենք ստորագրել ենք, դա մենք պետք է անենք եւ այլն։ Մի շարք հանգամանքներ կան Իրանի հետ կապված, որը որ թույլ չի տալիս այն տրիպի մասին այդպես խոսալ, ինչպես որ պետք է։ Օրինակ բոլորս գիտենք, որ Իրանն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները Իսրայել դրդմամբ մեծ պատերազմի մեջ են մտել։ Այսինքն այսօր խաղաղություն, այսօր հրադադարը իրանց մոտ վաղը հրթիռակոծություն է երկու օրով։ Այսօր չգիտեմ ինչ որ բանակցում են, հետո այդ բանակցողներին Ամերիկայի Միացյալ Նահանգները ռակետներով ռմբահարում սպանում են։ Այսինքն այդ վիճակը։
բայց հաշվ տակառնելով, որ Ամերիկայի եւ Իսրայելի այսպիսի հուժկու հարվածներից հետո Իրանը ոտքի վրա է ու մի բան էլ դեռ ինքն է հարվածները անում, ինքն է դեռ փորձում թելադրել իր կամքը Հորմուզի ջրանցքում, դա ես չգիտեմ, դա ցույց է տալիս, որ Իրանը իրոք տարածաշրջանային հսկա է, որի հետ պետք է հաշվ տակառ նստել։ Իրանի հետ հաշվ տակ չնստելը դա, չգիտեմ, աննորմալություն է։ Իրոքից աննորմալություն է։ Սկսենք դրանից, որ Իրանը մեզ բարեկամ երկիր է։ Նայեք, ժողովուրդ, ես նորից եմ կրկնում, ես դեմ չեմ թրիփի ճանապարհին, բայց թրիփի ճանապարհը դա լինող բան չի։ Հիմա ես փաստավորված ասեմ, ինչ լինող բան չի։ Նախ առաջինը թրիփը դա հենց ուղիղ սահմանի հետ է կապված լինելու, Իրան-Հայաստան սահմանի հետ է կապված լինելու, այսինքն այս սահմանի երկայնքով լինելու են ամերիկյան չասեմ զորք զինվոր որ սուտ դուս կա ամերիկյան ներկայացուցիչներ որոնք որ Իրանը համարում է զորքեր, չգիտեմ, համարում է գործակալներ եւ այլն, որը որ իրեն համար վտանգ է ներկայացնում ու ինքը բացահայտ ասում է, նու եթե դա չհասի է, դա պարզ է, չէ, որ Իրանի համար Ամերիկայի Միացյալ Նահանգները դա թշնամական պետություն է, որը որ ցանկանում է վերացնել իրանական պետությունը։ Այսինքն այս ռեժիմը, էլի, այս մոլաների ռեժիմը, ոչ թե ընդհանուր իրանական պետությունը, որպես իր էթնիկ այդ ընդհանուր այդ մասայով, այլ մոլաներին, կոպիտ ասած, ուզում է որպես այս ռեժիմը վերանա, իսլամական այդ ֆունդամենտալ ռեժիմը վերանա։ Դա հիմա իրանց խնդիրն է, ինչ են ուզում, ինչ չեն ուզում, բայց փաստը ցույց է տալիս այս ամենը ցույց է տալի այն, որ այդքան հեշտ բան չի։ Այսինքն ես ինչքան ժամանակ է անցած տարվանից 2025 թվականի հունիսից սպանում են, չէ, գլխավոր դեմքերին Իրանի, էլ գեներալներին են սպանում, էլ այնտեղ հասավ այնան, որ Այաթոլլա Համենեին սպանեցին, չգիտեմ, ամեն դեպքում Իրանը այն պետությունը չի, ու այն մենտալիտետը չունի, որ իր այտենց հոգեվոր առաջնորդին սպանես ու ասես այ նստենք բան ենք անում, հեսա մենք գործարք ենք անում, միասին ինչպես որ Տրամպը կասի, չէ, այտենց ձևի երկիր չի։ Ու ցույց է տալիս, որ այդ տիպի երկիր չի։ Հիմա այդ պետությունը ասում է, ես դեմ եմ, թրիփին դեմ եմ։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը իր ալիքներով, հա, կլինի Telegram-ում, կլինի իրենց այդ պարսկական ալիքներում միշտ ասում է, որ չի լինի այդ ճանապարհը, լինելու դեպքում մենք զգուշացնում ենք բոլոր կողմերին, որ հարված է լինելու։ Դու կարող հեսա ես ցույց է կտամ այդ հաղորդագրությունները, որ ամեն չստացի, որ տենց նույնիսկ հորինում եմ։ Եթե մենք հիշենք դեռ 2023 թվականին, 24 թվականին, եթե հիշենք, Զանգեզուրի միջանցք էր անդադ չէ պատտվում, ստե որ Զանգեզուրի միջանցք է լինելու, բանա լինելու Ալիև առողտենց երկուն Զանգեզուրի միջանցք, մեր ընդդիմություն առողտենց երկուն Զանգեզուրի միջանցք է լինելու եւ այլն, փոխեցին դա տրիպով։ Այդ ժամանակ, եթե հիշեք, դե այդ նույն այդ իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ալիքներով իրանական բարձր գործիչների անունից ու հենց իրանք միշտ հայտարարում են Զանգեզուրի միջանցք չի լինելու, այսինքն չի լինելու այնպիսի տարածք, որը որ խփելու է Հայաստանի սուվերենիտետին եւ Իրանի սուվերենիտետին։ Դա չի լինելու։ Հիմա մենք ոնց որ մեզ հարմար է տրիպը, հա, այնտեղ համաձայնագրով հեն Ռուբիոնը եկավ, Երևան եկավ օդանավակայանում Արադ Միրզոյանի հետ ստորագրեցին, հետո այս վերջերս մի հատ է Ռուբիոն ԱՄՆ-ում, Արադ Միրզոյանը Երևան մարդին առանձին on-line այդ կարգավիճակում նորից վերաստորագրեցին տրիպի այդ համաձայնագիրը, որը որ պետք է ի գործի դնեն եւ արդեն ճանապարհը կառուցեն։ Եվ Իրանը մեկը ասում է, որ դա չպիտի լինի։ Ժողովուրդ, ավելի պարզ ասեմ, որ հասկանաք, էլի, Սաուդյան Արաբիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Բահրեյնից, Քաթարից ուժեղ չլինենք, էլի, հարուստ չլինենք։ Եթե երկրներին է խփե, մի ամիս են Դուբայը խփում էր, չգիտեմ, բանկերով վառես, ինչ արես Իրանը, ամերիկյան, նո, ասելով իբր թե ամերիկյան բազաներին է խփում, բայց այնտեղ ինչ ասես պայթեցնում էր։ Ամերիկյան բանկերը պայթեցնում, ասում էր, դե Ամերիկա, այդտեղ զինվորներ են բանարել, խփում եմ, ինձի վտանգ է ներկայացնում։ Հերոխ ենք եթում Ադրբեջանը Նախիջևանին չխփեց, Նախիջևանին խփեց, չէ, այս վերջին ժամանակները։ Էդի այն դեպքում, որ հա ինչքան Իսրայելը կապ ունի Ադրբեջանը, բայց ընդհանուր ազգակցականորեն Ադրբեջանն ու Իրանը, այսինքն ոչ թե պարսիկները, այլ իրանական ադրբեջանցիներն նրանք եղբայրական ազգ են, այսինքն Ադրբեջանը փոկված է իրանցից, Իրանից փոկված մի հատ այնց երիտասարդ ազգություն է, սովետական ժամանակներում Ստալինի կողմից հռչակված, հա,
որը ստեղծել է նրա համար, որպեսզի հետագայում Իրանը այսպես sense ուզենան մաստատեն այսպես։ Բայց չգիտեմ թե սովետն արեր, բայց փաստացի օգտվում է դրանից Ամերիկայի Միացյալ Նահանգները, մեկ է Իսրայելը։ Ուզում են տես մի հատ բան գցեն, որպեսզի ազգերի մեջի բան անեն, մաստատեն։ Բայց որ մենք հիմա նայում ենք, դա է տեղի չունենում։ Չի տեղի ունենում դա, չի մաստատվում այս բանը։ Քուրդերին են ուզում բան անեն, կոպիտ ասած, կներեկել Երևանյան ժարգոնով ասած խոդի գցեն, չեն կարողանում։ Ադրբեջանցիներն են ուզում անեն, նրանք վախենում են, ավելի են բան անում։ Չի ստացվում։ Հիմա նայեք, խփին Ադրբեջանի Նախիջևանի օթանավակայանին ասելով իբրտ այդտեղ ինչ որ բաներ կային, իսրայելական բազաներ կային, ինչեր կային։ Հիմա կարող է եւ տենց է, չգիտեմ, չեմ կարող հաստատացեմ, համենայն դեպս խփեց։ Հիմա որ մեզ զգուշացնում, ասում է, որ կարդը կտենակ, այնտեղ հեսա ցույց կտամ, ասում է, որ մենք երկու կողմից զգուշացնում ենք, այսինքն Ամերիկային եւ մեզ։ Եթե նման բան լինի, մեր պատասխանը լինելու է կոշտ։ Ընդհանուր միջև հարվածների հասնելու այդ ամեն ինչը։ Սա հաշվի տակ առնելով դուք ո՞նց եք պատկերացնում, որ տրիպը կարող լինի։ Տրիպը կարող լիներ, գիտեք, որ դեպքում, այն դեպքում տրիպը կարող լիներ եւ որ օրինակ Իրանն ու Ամերիկան չունենային խնդիրներ, երբ որ Իրանը չհամարեր Ամերիկային թշնամական պետություն, որը որ ուզում է վերացնել, առհասարակ Իրանը ուզում է վերացնել, չգիտեմ, ամեն գնով, բայց չի ստացվում, մոտողի չի ստացվում։ Գիտեր թե Իրաքի պես մտնելու է մի երկու հատ Սադամ Հուսեյնի տեն զինվորի հանդիպեր հրացաներով, այնտեղ չգիտեմ, պապի, տատիների բան մորթ են սպանեին, բրցնեին գնային։ Բայց տեն չեղավ, Իրանը այդ չի։ Նույնիսկ ցամաքային, եթե ինչ որ ոնց որ հուստեն են կանցում նազիմն օպերացիա որ լինի ցամաքային, այսինքն գործողությունները տեղի ունենան, դա էդի ընդհանրապես ֆանտաստիկայի ժանրից է, դա լինող բան չի, լինելուց ընդ տասնյակ հազարավոր, 100 հազարավոր թե իսրայելական զինվորներին մահանալու, թե ամերիկյան զինվորներին մահանալու, թե նույնպես իրանական զինվորներին մահանալու։ Ուղղակի գիտեք որ նախնդիրը Իրանը դա համարը 90 միլիոն բնակչությամբ պետություն է, որտեղ որ երիտասարդ Պակալենյան, ոնց ասեմ, Պակալենյան հիմա հայերենով կասեն հայերեն չգիտի։ Երիտասարդները շատ են հիմա։ Երիտասարդները Իրանում ավելի շատ են, քան ծերերը, քան թոշակառուները, ասենց ասեմ, որ ավելի բարձր լինի։ Ինքը ամենը երիտասարդ ազգերից մեկն է։ Այնտեղ երիտասարդների քանակը տոկոսայինով շատ բարձր է։ Սերունդ, երիտասարդների սերունդն է այնտեղ շատ մեծ։ Սերունդ բառն եմ մոռացել։ Հետևաբար ինչքան սերունդը երիտասարդ է պետության, այնքան իր մոբիլիզացված ուժ ավելի մեծ կարող լինի, ավելի շատ կարող որակյալ լինի, այսինքն չեն գնալու, հա, ինչ որ տենց 50-60 տարեկան մարկանց ինչ որ բերեն, ստիպված որ պաշտպանեն, ուզում ասեմ, այդ խնդիրը չի լինելու, այնտեղ ավելի կազմակերպված է լինելու, ավելի մոբիլիզացիան շատ է լինելու, հեշտ է լինելու։ Միջև իմ հաշվարկներով 5-6 միլիոն կարող մոբիլիզացնի Իրանը, 5-6 միլիոն։ 5-6 միլիոն կարող մոբիլիզացնի։ Նայեք, հիմա եթե այս քանակությամբ կարող ինքը մոբիլիզացնի զինվորներ, այդ ինչքան պետք է Ամերիկայի Միացյալ Նահանգները զորքեր բերեն, Իսրայելը ինչքան պետք է զորք բերի, որպեսզի մտնեն, ջարդեն, փշրեն, բլաստը փոխեն, այնտեղ իրանց մարդուն բերեն, Ռեզա Փեհլևիին ու ասեն դե всё, ամեն ինչ փոխենք, հիմա եկեք ընկերություն անենք։ Դա ֆանտաստիկայի ժանր է։ Ուզում ասեմ, նույնիսկ այս պարագայում չի ստացվի ու հետեւաբար չի կարելի լինի նորից Տրիպը չի կարող լինի, որովհետև այնտեղ մի հատ այնպես վիճակ է, որ իրար զիջող բան չկա, նույնիսկ այս վերջերս մի 3 օր առաջ էր Apache-ին, AH-64 Apache-ին, որ խփել էին Հորմուզի ջրանցքում։ Իրանական ուժերը զգուշացել են, որպեսզի այդ ազգում ինքը չկատարի գործողություններ, այսինքն չպտտվի, չնայի, չհետազոտի բաներ չանի։ Ամերիկան կողմը չէր ենթարկվել եւ հետեւաբար իրանցիները խփել էին, գցել էին, պայթասրել էին այդ ուղղաթիռը, որի պատճառով Թրամփը հրաման տվեց ու հենց նույն գիշերը ռմբակոծությունները սկսվավ ամբողջ Իրանով։ Իրանն էլ իր հերթին սկսեց նորից Բահրեյնին, Քաթարին խփի, այտենց ռմբակոծի եւ այլն, ասելով որտեղ ամերիկյան բազաներ են, մենք խփելու ենք ամերիկյան բազաներին։ Հետո մյուս օրն էլի այտենց ինչ որ ուզում են էլի կռիվանային, հետո Թրամփը որոշեց որ դեմը ֆուտբոլի առողջությունն է, ինքը չի ասել, բայց ես եմ հասկացել որ ֆուտբոլի առողջության հետ կապված բացումներ, հետո չխփեց էլ, որովհետև պատերազմ ֆուտբոլի առողջությունը Ամերիկայի Միացյալ Նահանգները մի քիչ չի բռնում էլի իրար։ Դա համար ոնց որ տենց այն բանին եկան, որ պետքա հաշտություն կնքեն, համաձայնագիր կնքեն։ Ոնց որ կասի Թրամփը բան, գործարք։ Թրամփի ամեն սիրած բառն էլի գործարքը։
Ժողովուրդ, գործարք եթե լինի նոր եթե իրոք իսկ Իրանը գնա այդ գործարքին, բայց ես շատ խիստ եմ կասկածում, որ Իրանը կգնա այդ գործարքին, քանի որ ես չգիտեմ քանի տարի են գործարքի հետում այդ ատոմային բոմբերի հետ կապված ես չգիտեմ։ Ես երևի 10 տարուց ավելի գործարք են անում, չի ստացվում, գործարք են անում, չի ստացվում։ Հետո ինչ-որ փողի մասին էին խոսում, որ չգիտեմ փող են ուղարկե օթանավով փող ուղարկե Թրամփը, այսինքն խնդրել Արաբական Միացյալ Էմիրություններին խնդրել է, որպեսզի օթանավով փող ուղարկեն Իրան, որպեսզի Իսրայելը չխփեն, չգիտեմ, դա ինչքանով է ճիշտ, ամեն դեպս ակսիոսներ ասե։ Նայեք, մեկը մի բaragան կարա թրիփը տեղի ունենա, երբ որ Իրանը ներգրաված լինի դրա մեջ։ Բայց դա ոնց է պատկերացնում։ Ոնց է պատկերացնում, որ Իրանը ներգրաված լինի մի գործարքի մեջ, մի ինչ համաձայնագրի մեջ, որտեղ որ կան ամերիկացիները, այսինքն ինչ դա անհավանական է։ Դա ամերիկացիների համար է նախարարությունը, այդ դեպքը արդեն ամերիկացիների համար է անընդունելի։ Հետևաբար այսքան երկար իմի խոսացի, այսքան բացատրեցի, այսքան ասում եմ, որպես իմանաք, էլի, ես իմի չեմ դեմ չեմ թրիփին, ուղղակի դա լինող բան չի։ Դա ոնց պոպուլիզմ է, ասենց ասեմ, ընտրությունից առաջ ոնց է, որ ամենը աչոկա հավաքում, մեկ 300,000 ադրբեջանցի է ասում, մեկ ասում է ռուսներին կզստելու, MSC-ի միջեմ անելու, այսպես մի մատ ինչ խոսակցությունն է, որը որ չի լինելու, ու Թրամփին մնացել է մոտ 2 տարի է մնացել Թրամփին, իր վերջնաժամկետն է սա, նա չի կարողանա վերընտրվի, եթե ինչ-որ այնտեղ փոփոխություն չկատարվի իրանց այդ բանում, հա, այդ սահմանադրությունում, բայց Ամերիկային երկրի չէ, որ տես գազ հեշտ փոփոխություն կատարի սահմանադրության մեջ, այնտեղ ինստիտուտները շատ ուժեղ զարգացած են, Ռուսաստան չէ, խուժան Ռուսաստան չէ, որ ինչ-որ տես մի հատիկ բունկերնի պապիկ, տես ցանկանա կյանքի վերջ մնա, տես ամեն անգամ այդ պրիդլոգը գտնի, որ չգիտեմ, Ուկրաինան խփի երկար մնա, Հայաստանին ինչ-որ վնաս տա, հետո ասի ես պետք է մնամ, որ Հայաստանի բանան է, որ ինչա թե նորից ընտրվի, այդպես երկիր չի Ամերիկան, հասկանում եք։ Ամերիկան ինստիտուտներով հարուստ զարգացած երկիր է։ Հետևաբար Թրամփը չի կարա նորից վերընտրվի, այսինքն սա իր երկրորդ ու վերջին ժամկետն է։ Երրորդ ժամկետը չի լինելու, երրորդ ժամկետը լավագույն դեպքում, եթե լինի, դա լինելու է JD Vance-ի ժամկետը, որը որ հիմա փոխնախագահն է Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Թրամփի կողմնակիցը իր քաղաքական ընկերն է։ Մենակ այդ դեպքում կարա տեղի ունենա։ Բայց էլի ես չեմ կարծում, որ տենց հանրապետական, գիտեք ոնց է, նա հիմնականը ոնց Ամերիկայի ընտրությունները, մեկ հանրապետականներն են անցնում, մեկ դեմոկրատներն են անցնում, ու բնական է, եթե առավել եւս եթե դեմոկրատները այս ընտրություններին անցան 28 թվին, ինչքան 28 թվին պետք է լինի ընտրությունները, ինչքան գիտեմ, ինչքան իմ հիշողությունը չի դավաճան, պետք է 28 թվականին լինի։ Եթե դեմոկրատներն ասեն, իրենց ընդհանրապես այդ թրիփը պետք չէ, Թրամփի ճանապարհը ընդհանրապես պետք չի, տենց եւ թեմաների մեջ մտնեն, էլի, ընդհանրապես պետք չի։ Okay, Թրամփը սիրում է տենց գործարքների մեջ մտնի, փող աշխատի բան անի, դրա համար տենց նորից եմ ասում, ես դեմ չեմ, պրոստը ռեալ եմ նայում ամեն ինչին ու չեմ ուզում, որպեսզի դուք էլ իմ հանդիսատեսը տենց, չգիտեմ, տենց վարդագույն ակնոցներով նայի։ Թրիփը լինող բան չի, քանի որ Իրան գոյություն ունի։ Իրանին քանի չեն վերացրել, թրիփը լինող բան չի։ Կամ էլ պետքա չգիտեմ, Իրանի հետ այն կարգի տես բարիշ են, որ ասեն ախպեր, դու արի քո զորքերը այս կողմից շարի կամ դու քո ներկայացուցիչն է այս կողմից շարի, միասին կեթան կգանք, պատում կանենք, բան կանենք, տենց։ Մեկ է դեպքում կարող տեղի ունենա, բայց դուք հասկանում եք, չէ՞, դուք եք դա հասկանում, պարզ, պատատի չի լինես ինչ-որ քաղաքագետ կամ չգիտեմ, լրագրող կամ չգիտեմ, Լոնդոն ինչ-որ լրատվական քաղաքական բան ավարտես ակադեմիա, որպեսզի դա հասկանաս, դա երևացող բաներ են։ Լավ, էսի թրիփի պահով Թրիփը լինող բան չի, դա իմ կարծիքն է, ես չեմ ասում, որ դա 100% տենց է, դա իմ կարծիքն է։ Իմ հաշվարկներով թրիփը լինող բան չի, քանի որ ոչ թե ես եմ դեմ, այլ դա ուղղակի մաթեմատիկորեն հնարավոր չի, քաղաքականապես հնարավոր չի։ Արդեն բացատրեցի ոնց, շատ երկար բացատրեցի, բայց ամեն դեպքում։ Հիմա ինչը վերաբերում է այս ռուսական հիստերիային, ժողովուրդ, այս ընտրությունից առաջ ըստ տպավորություններ ոնց որ տենց Ռուսաստանը տենց ինչ որ կոնկի մեջ է մտել, թե որ իր այդ Պետդումայի պատգամավորը ավելի կոշտ, ավելի չոր արտահայտություն կանի։ Ուստի ինչ որ Ռուսաստանից մարդիկ էին բերում, որ ընտրություններին մասնակցեին Սամվել Կարապետյանի համար, ինչպես ասում էին, տենց
իշխանամետ լրատվականները, հա, ես չգիտեմ դրա մասին, ես չեմ կարող ասեմ։ Ես հրապարակել եմ ռագինուզում այն, ինչը որ տված է եղել։ Ես ինչու չեմ կարող ասեմ, այդ մարտիկ եկել են։ Համենდեպս այդ մարտիկ կային, այդ մարտիկ իրանց բերնով ասում էին, որ մենք եկել ենք կտրության, հետո երեկոյան 7-ին գնան, քանի որ ստեսա կարող զաբարոշկա սկսվի են մեմովին բանը որ կարեն գլխարկով ակնուստով են մարտը։ Հետո որ իրան բռնեցին, ինչ զաբարոշկա էր ստեսում, դիներս չգիտեմ ճիշտ ասած։ Ասածս ինչա, այսքանից հետո ու Պուտինն չի շնորհավորում Նիկոլ Փաշինյանին հաղթանակով։ Հիմի դուրը գալիս է, լավն է, վատն է, էսա էնա։ Ինքը պետք է զուտ հարգանքի սերնելով շնորհավորի։ Ոքից թե հարգանքի հարցը չէ դու, ստե ուղղակի հիմա եթումա էնրա մասին է խոսքը, որ սպասում են ընդդիմության հետ, ինչ որ մի բան տես անեն, այսինքն հիմի Պուտինը սպասում է ընդդիմության պատասխանին, որպեսզի ըստ դրա արդեն իմանա ինքը շնորհավորում է, թե չի շնորհավորում Փաշինյանին, քանի որ եթե հիմա ինքը եթե շնորհավորեց, այնտեղ ընդդիմությունը կտրում է ամեն մի ինչ որ քայլերից, հա, հետագա ինչ որ տես, չգիտեմ, միտինգներ, ճանապարհ փակել, պալատկաներ փռել, էսի ինչաներ հրապարակներով, դրանից կտրում է։ Հիմա սպասում է պատասխանին տենան թե վերջնական ընդդիմությունը ինչ ասում, որպեսզի ինքը հասկանա, ինքը իմի շնորհավորում, այսինքն ու փակում է հարցը, քանի որ ինքն ամենացել մենակ այդ մեծ երկրներից ով որ չի շնորհավոր է, թե չի շնորհավորում ու sense ավելի ասես գրգռում էս վիճակը, քաղաքական իրավիճակը Հայաստանում։ Սա այդ առումով sense, ու մեկ է ամենակարևորը ժողովուրդ գիտեք, որներ իմ համար շատ տես տարօրինակ, որ այսքան բանից հետո, այսքան sense Ռուսաստանից լկտի պահվածքից հետո Նիկոլ Փաշինյանը ամսի 12-ին զանգում ու շնորհավորում է Պուտինին ինչ որ Ռուսաստանի օրվա կապակցությամբ, Ռուսաստանի դրոշի օրվա կապակցությամբ, չգիտեմ, դες համնադրությամբ եւ այլն, իրենց օրն է։ Այնտեղ Ալեն Սիմոնյանն այդ Կոպերկինի այդ ինչ որ շամպայն խմելով բան անում, դες իրարական բան են խոսում, խնդում են բան։ Ես չեմ հասկանում, դու չեմ ասում ժողովուրդ, դու կնես շուխուրայք գցե, որ չգիտեմ, լիքը մարդ, նեյտրալ մարդ գնացեն ձեզ ձայն տվել, որպեսզի չգիտեմ, ստե ռուսական դեսանտ, հա, դեսանտ չի շտես, ստե ռուսական կոպիտ ասես Երևանում, Հայաստանում։ Այդքանից հետո գնում եք ինչ որ տես սիրո չի նայվում, ժողովուրդ, հիմի կասեք ինչ որ էմոցիաներով եմ շարժվում, քաղաքականությունը քոնը չի, էմոցիաներով պետք չի շարժվել, այնանք մեծ մարդիկ են հասկանում։ Լավ Փաշինյանը քիա զանգում շնորհավորում ու ամենը գիտեք որն է ամենազավեշ տալին զանգում շնորհավորում է ու անդիմադիր ալիքները Telegram ալիքները հրապարակում են մենակ Telegram չեն դեռ այդ ալիքներ կան YouTube-ում կային Նիկոլ Փաշինյանը զանգել շնորհավորեց որից հետո Ռուսաստանը նորից սանկցիաներ կիրառեց Հայաստանի վրա այսինքն գիտեք դա sense փողոցի լեզվով ոնց ասեմ, չեմ ուզում ախր ժարգոնին անցնել, այդ է ասելու բան չէ։ Իմ Երևանյան հիմի ժարգոնով բան ասեմ, շատ անդուր տգեղ բան կստացվի։ Ոնց որ հա էլի լավ է սարը բանը զանգի շնորհավորելիս, դավայ, всё գնա սանկցիաներ գրքի նստի։ Այսպես մի տպավորություն ստեղծվում։ Լավ, դուք իդե չեք ամաչում կամ չգիտեմ, ձեզ համար չգիտեմ, դա քաղաքականությունը ասելով առաջ եք շարժվում, ժողովուրդը մեր համար դա անընդունելի է։ Մի շնորհավորեք դրանց հետ դրանք չեն ուզում ձեզ շնորհավորեն։ Այսինքն թշնամական է տրամադրված չէ Ռուսաստանը մեր հանդեպ։ Եղեք դուք շնորհավորում դուք մի թշնամական պետության, որի որ նախագահան բացահայտ թշնամական է վերաբերվում մեզ։ Ընդ ասելով հայերի հետ Հայաստանի հետ մենք լավ ենք, մենք կարող է հարցեր ունենանք կառավարության հետ։ Դա պիտի հեքիաթ է։ Եթե դու կառավարության հետ հարցեր ունես, դու Հայաստանի հետ հարցեր ունես, հայերի հետ հարցեր ունես, քանի որ ուզում եք թե չեք ուզում մեծամասնությունը ընտրել է քաղաքացիական պայմանագրին։ Հիմա ես չսիրեմ Նիկոլ Փաշինյանին, հիմա մեծամասնությունը հայերի, Հայաստանում ապրող, այսինքն հայեր չէ, Հայաստանում ապրող մարդկանց մեծամասնությունը, քանի որ մենք եզդի եղբայրներ ունենք, իրենք էլ են ընտրություն կատարում, ասոյներ ունենք եղբայրներ, որոնք իրենք էլ են ընտրություններ կատարում, դա եմ ասում ամենակ հայեր չէ, սխալ չհասկանաք։ Այսինքն մեծամասնությունը Հայաստանի ընտրել Նիկոլ Փաշինյանին, հիմա ես չգիտեմ ո՞րն է ձեր խնդիրը ու ո՞րն է Նիկոլ Փաշինյանի խնդիրը առհասարակ որ ինքը զանգում է ու Պուտինին բան է շնորհավորում որից հետո ինչ որ մեր դեմ մի հատ կեսանկցիաներ անում որ ձեռ առնեն ես չեմ հասկանում լուրջ եմ ասում Ինձ կներեք ես առաջին անգամ էլի կարող եմ մի քիչ լավ չստացվի կարող եմ մի քիչ էմոցիաներ շատ ցույց տամ կարող եմ մի քիչ տենց կամերան բանել ինձ դեմից էլի ասացի ամեն դեպքում մի քիչ ներողամիտ եղեք ընթացքում ավելի կլավանա ամեն ինչը
կարող է մի քիչ երկար տևեց այս ամենը, բայց ինչից սկսանք, ամփոփենք հիմա։ Սկսանք տրիպով, որ տրիպը դա իմ հաշվարկներով ու իմ ընկերների հաշվարկներով նույն ասում եմ, ես Վլադիմիր Պողոսյանի հետ եմ շատ խոսած այդ թեմայով։ Տրիպը լինող բան չի։ Ժողովուրդ, լինող բան չի։ Հիմա դաժե նույնիսկ կարող է կառավարությունը նստած սպասում են, թե երբ վերջանալու Թրամփի ժամկետը, որ բանը լինի։ Ուրիշ մի բան մտածեն։ Ես չեմ ասում չեն ուզում կամ ես չեմ ասում մենք չենք ուզում։ Տրիպլ լավ բան է, բայց ոչ մեր սուվերենիտետի հաշվին է լավ, ոչ էլ այլ մեր հարևան երկրի ինչ որ սուվերենիտետին պետք կպնեն դրա պատճառով, որ իր այդ հարցեր ունենանք։ Դուք լավ գիտեք, որ Իրանը չի ընդունելու դա։ Էդի մեկ, տրիպլ լինող բան չի։ Համեն դեպս մեր հաշվարկով, իմ հաշվարկով։ Կարող է ինչ-որ մեկը հիմի դնի համոզի, որ լինող է, ես ասեմ հա, ճիշտ բան ես ասում, լինող է։ Իմ հաշվարկներով լինող բան չի ու դեռ ինձ ոչ մեկ չի կարողացել համոզի, որ դա լինող բան է, այսինքն ոչ թե համոզի, այլ փաստերով ցույց տա, որ լինող բան է, ես ասեմ հա, լինող բան է։ Համոզելու բան չկա, ստեցեք 4 հաշվարկը մաթեմատիկայի քաղաքականությունը, ժողովուրդ։ Երկրորդը Ռուսաստանը այսօրվա դուրսությամբ, Ռուսաստանի մասին ենք խոսում, թշնամական պետություն ան մեզ։ Իմի ուզում եք, չեք ուզում, չգիտեմ, այնտեղ Սերժի վաղ լավ էր, Քոչարյանի ժամանակ վատ էր, էս էր, ժողովուրդ ջան, հիմա այսօրվա դրությամբ մենք ինչ կարանք բան ունենանք, երաշխիք ունենանք, որ Նիկոլ Փաշինյանը գնա Ռուսաստանը մեր հետ լավ է լինելու։ Ինչ երաշխիք կարանք ունենանք։ Լավ, 20 թվականին ինչ խնդիր ուներ Նիկոլ Փաշինյանը Պուտինի հետ, որ ընդհանրապես ոչ մի բան մեզ չօգնեցին։ Ինչ խնդիր ուներ։ Մաքսիմալ պրոռուսական քաղաքականություն էր վարում Նիկոլ Փաշինյանը ու նույնիսկ այդ Մարուկյանի հետ եմ խոսում էի մի անգամ ասացի պարոն Մարուկյան այդ ժամանակ բան էր պատերազմից հետո դեսպան էր հատուկ գծով դեսպան էր Արցախի հետ կապված ասում բայց ո՞րն է խնդիրը որ մեզ Ռուսաստանը չի օգնում ու կառավարությունն է մեր մաքսիմալ պրոռուսական ասում ես չգիտեմ ինքը ես ում այդ փոխհասացել եմ այդ բանը ուսել եմ հասկանում չի կարող այդ պատասխանը տալ ու իրանք էլ են ասում մենք ենք զարմանում որովհետև մաքսիմալ պրոռուսական այսինքն դաժե որ դուք հիմի բացեք նայեք առևտուրը չհաշվացած վերջինս դեպքերը սանկցիաների հետ կապված առևտուրը որ դուք բացեք նայեք կտենաք որ երևի մոտ 30-40% մեր առևտուրը Ռուսաստանի հետ է ու դա հիմնականը եղել է Նիկոլ Փաշինյանի օրոք, այսինքն 18 թվականից հետո, 20 թվականից հետո, այդ ժամանակներում սկսվել։ Մինչ այդ մեր առևտուրը այդքան մեծ չէր, դաժե այդքան որ ասում են Քոչարյանի ժամանակ տենց ախպեր եսի ինչ են եղել որ գույք բանի դիմաց։ Նույնիսկ այդ վաղ տենց չի եղել։ Մեկը ինչը վերաբերում է բանին, պարոն Փաշինյան, մի շնորհավորեք մի պետության առաջնորդի, որը որ կոպիտած ձեռը առնում մեզ, ամբողջ հայ ազգին ձեռը առնում, ու պետք չի ինչ-որ կայնի ասի, մենք, չգիտեմ, հայ ազգի հետ լավ ենք, մենք կարանք ունենանք խնդիրներ մենակ կառավարության հետ։ Դա սուտ է։ Այդ կառավարությունը ընտրել է այդ ազգը։ Դա սուտ է։ Այսքանը լավ մնացեք։ Մնացած հաջորդ եթերն կաշխատենք ավելի լավ թե վիզուալ, թե մոնտաժի, թե ձայնի հետ կապված։ Շնորհակալություն, հաջողություն ձեզ։